Լուկաշենկոյի հետ իրենք էին ողջագուրվում, պաչիկ-մաչիկ անում, կառավարության դեմն էլ Նիկոլ Փաշինյանը շատ մեծ սիրով դիմավորում էր։ Լուկաշենկոյը իրանց մատի ու մատանու արանքը չեն մտնում, բայց իրանք Եվրոպա չեն գնում, իրանք գնում են դեպի Թուրքիա։ Անկարա է գնում եւ եվրոպացի որևէ պաշտոնյա, եվրոպական որևէ կառույց, նույնիսկ ակնարկ չի արել, որ սպասում են Հայաստան Եվրոպական միությունում։ Այսօրվա այդ եվրոպական պաշտոնյաների մեծամասնության համար Հայաստանը ընդամենը պետք է պլազդարմ հակառուսաստան լինելու համար, որպես գործիք։ Այդ որ եվրոպական կառույցն է ասել, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության ասոցիացման, ասեմ ասոցիացիան որպես տեխնացու անդամ։ Երբեք որևէ մեկը Մակրոնն է ասել, Մելանին է ասել, ով է ասել, Մերսն է ասել, չկա տես բան, դա փուչիկ է, եվրոպական օրակարգ, եվրոպական միության անդամակցելու հարց չկա, ոչ Եվրոպայում կա, ոչ էլ Հայաստանում կա, բոլորն էլ գիտեն։ Այս որ ասում է գնում ենք արևմուտք, այդ արևմուտքը Թուրքիան է։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի Թուրքիա։ Սա ակնհայտ է։ Ես սա ընդամենը աշկակապություն է, կրկնակի ստանդարտներ է, եւ այս ակցիայի նպատակը մեկն է, որ ցույց տան, որ ոչ բոլորն են Նիկոլի նման անհոգ եւ Ալիևին ասում thank you։ Ալիևը այսօրվա ելույթը լսել եք։ Ալիևը կանոնում այդ ելույթում ամբողջ Արցախյան շարժումը իր ինքնորոշման իրավունքի համար պայքարը անվանում սեպարատիստական։ Պայքարի ղեկավարներին սեպարատիստներ, 150,000 Արցախը հայությանը սեպարատիստ։ Նրանց անվանում սեպարատիստ, որ նույն Եվրոպան համանախագահ երկրները այցելում էին, քանի ֆրանսիացի համանախագահ այցելել Արցախ։ Այդ սեպարատիստերի հետ են ֆրանսիացի հանդիպում, հա? Իհարկե ոչ։ Ասիկա Կոսովոն իրավունք ունի ինքնորոշման իրավունքից օգտվելու, Արցախի իրավունք չունի։ Կոսովո միջազգային հանրության անդամ է, ժողովրդավարության հանրության անդամ է, իսկ Արցախը, որ դեռ 91 թվականին է հանրաքվեով իր անկախությունը հռչակել, սեպարատիստներ են, կամ կանոնում Ալիևը Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Բաքվի բանտերում գտնվող մեր պատաններին անվանում է ռազմական հանցագործներ։ Ռազմական հանցագործը ինքը։ Մեկ էլ իրան այդ կասետային, չգիտեմ, տարբեր զենքեր տվողները։ Եկել է այստեղ կասետային զենքեր։ Գիտեմ։ Եկել է այստեղ եւ ես ցավում եմ, ոչ միայն կասետային զենքեր տվողներից մեկն է եկել, այլ նաեւ այն մարդը, որ 44 օր շարունակ, խոսք Ուկրաինայի ղեկավարի մասին է, քաջալերել է Ադրբեջանի բարբարոսությունները Արցախի ժողովրդի դեմ։ Մի հատ շնորհավորել է Կիևի փողոցներն էլ ողողել է բանով, Ադրբեջանի շնորհավորող պաստառներով։ Բայց Ռուսաստանի զենքերին դեմ եղողները այդպես հուշկու ակցիաներ չեն անում այս օրերին։ Այդ հարցին դուք պատասխանեք, ինչու հուշկու ակցիա, ինչու 16 թվականին 400 հեկտարի համար հետույք ճղողները ներողություն ես բառիս համար, այսօր որևէ բան չեն անում, որևէ բան չեն անում, ծպտուն չեն անում, որ ասում են հող հանձնողին կհանձնենք հողին, քանի բանտարկյալ ունենք, քանի գերի ունենք Բաքվի բանտերում, այսօր լսել եք մեկը խոսա դրանցից, մենակ Ալիևն է խոսել, են խոսել է որպես ռազմական հանցագործ, կամ Հայաստանը ողողված է քաղաքական բանտարկյալներով։ Մակրոնը խոստացել է խոսի Ալիևի։ Հանրությունից առաջ մի քանի հոգու բերեն, որ բանը լինի, իրաց պատճառ, ինչ։ Փաշինյանն ասում է ձեզ համար ինչ տարբերություն, երբ կբերեն, կարևորը բերեն։ Ասա Փաշինյան, բաց 21 թվին ասում է 2-3 ամիս, արդեն 5 տարին անցել է։ Փաշինյանը առհասարակ իրավունք չունի խոսելու ռազմագերիներից, որովհետև իր անգործության արդյունքում են նրանք հայտնվել այնտեղ։ Իրենց անգործության արդյունքում։ Նույնիսկ այդ հարցից կարկուտել եք ավա, երկիթը ջղայնացավ։ Ինչ։ Այլ այդպես հարցեր չեն։ Չէ, ձեր հարցը չէ, հաջա։ Ընդհանուր առմամբ այս ռուսական հիմա Զելենսկու այդ որ քննադատություն կա, որ օգնեց, հակառակ թևից էլ ասում են դեռ Ռուսաստանն էլ Ադրբեջանի հետ է լավ 44-օրյա պատերազմի ժամանակ հետո ռազմավարական գործընկերություն իրանց կարելի է, մեզ չի կարելի է։ Արեք ես դաշնակցային հարաբերություն ունենայք, որ ամեն ինչ նորմալ էր։ Մեր իշխանության ժամանակ Ռուսաստանը որպես համանախագահ երկիր Ռուսաստանի նախագահները, Ֆրանսիա եւ Միացյալ Նահանգների նախագահների հետ, պարոն Օբամայի, պարոն Մակրոնի, պարոն Սարկոզիի, պարոն Մեդվեդև, պարոն Պուտին 5 հայտարարություն են արել, որտեղ սարտարեն ինքնորոշման իրավունքը։ Բամերի ասածը դա է, մեր խնդրումը նախ եւ առաջ Նիկոլ Փաշինյանն է, եւ մենք եկել ենք այստեղ ասելու, որ բոլոր նրանք, ովքեր որ սատարում են Նիկոլ Փաշինյանին, իբր թե ժողովրդավարական բաստիոնին, սատարում են ավտորիտարիզմին։ Եվ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության հետ այնքան կապ ունի, ինչքան Իլհամ Ալիևը մարդասիրության։ Սա է դրա բանը։ Եվ պետք չի գալ այստեղ աշկակապությունով զբաղվել։